Երբ սկսվեց ուկրաինական պատերազմը, Եվրոպայի զգալի մասը նստած էր տնտեսությունը, նստած էր ռուսական գազի, էներգակիրների վրա, գազի, նավթի, ածուխի վրա։ Ինչ արեցին, որոշումներ կայացրեցին, բայց այդ որոշումների արդյունքում ռուսական էներգակիրները որոշ դեպքերում տասնապատիկ թանկացան Եվրոպայի համար։ Եվ տնտեսությունը ուղղակի չի կարողանում շարունակել աշխատել, բայց իրենք քանի որ ունեին քաղաքական նպատակներ, որը իմ գնահատմամբ արդարացված չեն, այդ քաղաքական նպատակները սպասարկելու համար տնտեսության վնասի գնով գնացին շատ կոշտ որոշումներ, օրինակ պայթեցվեց Գերմանիա գնացող հյուսիսային հոսք այդ գազամուղը եւ գերմանական տնտեսությունը զրկվեց ռուսական գազից։ Հետո Գերմանիայում շաբաթներ առաջ որոշում կայացրեցին պայթեցնել այն ածուխով էներգիա արտադրող գործարանը, որը աշխատում է ռուսական ածուխով։